Հայկ, Բա այդ ուր գնացիր։ այսինքն Լացում ես։ ինչ ես զանգել։ Վեր կացար գնացիր, ստեղ քո համար ուտելու բան էին պատվիրել։ Սրճարանում էիր։ Հա։ Պարզա, հոգնեցի դուրս եկա։ Հո բան չի եղել։ Ուր ես հիմա։ Նորմալ է ամեն ինչն արել։ Չէ, Հայկ, նորմալ չի ու չգիտեմ երբևէ նորմալ կլինի թե չէ։ Հա, տեսա որ կռվում եք։ Չենք կռվում։ Ուղղակի իրան իր տեղն էի բացատրում, բայց լավ չի հասկանում։ Ես քեզանից տենց էլ գլուխ չհանեցի, գիտես։ Ես էլ։ Հիմա որտեղ ես կոնկրետ։ Կարևոր չի։ Դու ինձ տեղդ բացատրի։ Բայց տենց որ գտնեմ։ Ինչ ա եղել։ Աստորեն լացում ես։ Գիտես մի բան չեմ հասկանում, եթե հաճելի չի քեզ իրա ներկայություն, ինչ ես հետը շփվում։ Եթե չես ուզում ընդհանրապես հետը շփվել, ինչ ես հանդիպում։ Էն օրը գործիդ տեղը ուզած չուզած մի երկու բառ լսեցի Արմոյի վերաբերյալ ու բարձ դարձավ ամեն բան։ Դու եմ փոքր ժամանակվանից էլ շատ վատ ես վերաբերվել իրան։ Հիմա չեմ հասկանում ինչա կատարվում։ Բայց մի հարցով նման եք իրար, գիտես։ Այսինքն Դե երկուսդ էլ ինձ եք մեղադրում։ Դու էլ ես ինձ մեղադրում Արփիի մահվան մեջ։ Արմոնն էլ է ինձ մեղադրում։ Ու ասում է, եթե ես այն օրը չգայի, չփորձեի օգնել ձեզ, Կարոն ինձ չէր գտնի ու այս ամեն ինչը չէր լինի։ Ու այսօր համ Կարոն կլիներ, համ Արփին։ Ես այսքան տարի անընդհատ փորձում եմ ինչ-որ ձև դուրս գամ այդ փոսից։ Իսկ դուք ինձ էլի հետ եք բրդում։ Իզուր եկար։ Ես գնում եմ։ Ես որտեղից քեզ այս ժամացույցը։ Պապայինն է։ Շուտվանից է այս ժամը հորդ մոտ, թե ես վերջերս հայտնվել։ Դե ես ինչքան հիշում եմ, պապան այդ ժամը ունի։ Ուղղակի մաման չի տեսել, լվացել է շորերի հետ։ Հիմա պետքա տանեմ նորոգելու։ Ես գնամ արդեն։ Բան ենք խոսում։ Հայկ, մենք խոսացինք ու ինձ թվում է, այս խոսակցությունը ընդհանրապես շարունակել է անիմաստ է։ Եթե քո համար անիմաստ է, իմ համար անիմաստ չի։ Որովհետև ես սիրում եմ, որ իմ հետ ազնիվ են լինում։
Նարը ես չեմ ուզում ինձ համեմատես ուրիշ ինչ-որ մեկի հետ, առավել եւս Արմոյի։ Ու ես երբեք չեմ ասել, որ դու մեղավոր ես։ Երբեք։ Դու չէիր 2 օր առաջ ինձ մեղադրում։ Դու չէիր ասում, որ հոգուս հանգստության համար եմ ամեն ինչ անում։ Դու չէիր ասում, որ ուղղակի ուզում եմ մեղքս թեթևացնեմ։ Հիմա ինչ եղավ, արդեն հավատում ես, ինձ ուրիշ ձև ես մտածում։ Հա, ես շատ հարցեր եմ քեզ ունեցել տալու։ Բայց երբեք քեզ չեմ ասել, որ դու ես պատճառը այդ ամեն ինչի։ Կոնկրետ չես պատասխանում։ Գիտես, երբ որ մարդ ջղայնացած է լինում, կարող է մի բան էլ ավել ասի։ Այսինքն հավատում ես ինձ։ Հիմա տեսնում եմ քեզ ոնց ես պահում։ Չգիտեմ, հնարավոր է ես մեղավոր եմ։ Հնարավոր է, որ եթե ավելի զգուշ լինեի, Կարոն չէր գտնեի ինձ, չէր գա իմ հետևից։ Ուղղակի հասկացի, շատ դժվար է այդ ամեն ինչը գիտակցելը։ Այդքան մարդու քո բանտում անցկացրած տարիները, կամ որ մտածում եմ Արփին երևի չի հավատացել ինձ։ Մեր այդքան ապրածից հետո մտածել է դավաճանել եմ իրան։ Կռիվ եմ անում մարդկանց հետ, արդարանում եմ, պաշտպանվում եմ, բայց երևի իսկապես ես մեղավոր եմ։ Լավ, հիմա հանգստացի։ Դու ոչ մի բանում մեղավոր չես։ Ուղղակի ոնց հասկանում եմ, կարողացել են ուղեղդ նենց մտցնել, որ դու քո մեղքի բաժինն ունես այս ամեն ինչում։ Բայց էլի եմ ասում, Նարե, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Նարե, Ես գիտեմ, որ կներես բառը աշխարհի ամենաանիմաստ բառն է։ Որովհետև մի բառով չես կարա փոխես, ինչ որ արել ես կամ եղել է։ Չգիտեմ, երևի այդ բառը հորինել են, որ մարդիկ իրենց խիղճը թեթևացնեն։ Բայց եթե իսկապես դու ինձ քո սրտի խորքում մեղավոր ես համարում, խնդրում եմ, կներես։ շարունակում ես։ Ուղղակի դու երբեք ինձ հնարավորություն չես տվել խոսալու։ Դու երբեք ինձ չես լսել։ Բայց ես շատ եմ ուզում, որ դու իմանաս։ Ես վերջին անգամ Նազիկ տատից եմ ներողություն խնդրել։ Ու հենց այդ ժամանակ եմ հասկացել, որ կներես ավելի է ցավացնում։ Ես իմ ընտանիքին մինչև հիմա չեմ ներել։ Չեմ ներել, որ դու Արփին չհասակ իրար, չեմ ներել Կարոյի մահը, չեմ ներել, որ Նազիկ տատը ու պապիկդ վերջում մենակ մահացան ու մենակ մնացին։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, ես մինչև վերջ իրենց հետ եմ եղել։ Չեմ ասում, որ ինչ ներակալ լինես։ Ուղղակի ուզում եմ հանգիստ լինես։ Գիտես, որ Արփիի հետ գնում ենք, իրանք ինչքան էլ գիտեին, որ ձեր կապը անհնարին է։ Մեկը Նազիկ տատը Արփին ասում է, որ քո կարոտը իրանից է առնում։ Բա պապս։
Պապուցես ինչի չես խոսում։